Բարև ձեզ հարգելի գործընկերներ, Նոյան Տապանի մամուլի սրահի հյուրն է տարածաշրջանային հարցերով փորձագետ, վերլուծաբան Սարգիս Հացպանյանը, բայց այսօր մենք պարոն Հացպանյանին հրավիրել ենք խոսելու ոչ թե տարածաշրջանի խնդիրների մասին, այլ 2 օր առաջ պարոն Արշակ Սադոյանը հայտարարեց Սասնա ծռերի խմբավորման հետ կապված, որ Զիվեր Սեֆիլյանին ազատ արձակելու փոխարեն կամ նստացնելու փոխարեն կարելի է նրան արտաքսել Հայաստանի Հանրապետությունից։ Որքանով եք դուք տեղյակ, պարոն Հացպանյանը միակ սփյուռքահայն է, որը 2008 թվականի Ռոբերտ Քոչարյանի հրամանով, մարտի 1-ի արյունալի դեպքերից հետո մարտի 8-ի հրամանով պետք է արտաքսվեր Հայաստանից։ Թե ինչպես եղավ, որ չարտաքսվեց, դրա մասին պարոն Հացպանյանը կներկայացնի, բայց նշեմ, որ այդ հրամանը մինչ օրս վավեր է։ Եվ պարոն Հացպանյանի կխնդրենք իր տեսակետը ներկայացնել եւ ընդհանրապես ինչ է նշանակում սփյուռքահայի իրավունք Հայաստանում ապրելու եւ արտաքսման այդ որոշումը որքանով է բարոյական։ Բարձր։ Ուրեմն առաջին ճշտումը իմ եւ իմ նման անձնազոհության գնացած հայազգի սերունդի արյան եւ քրդինքի հաշվին Ռոբերտ Սետրագի Քոչարյան եւ Սերժ Ազատի Սարգսյան գոչեցյալները ըստացան Հայաստանի Հանրապետության անձնակիր, դարձան հայաստանցի։ Եթե չլիներ Արցախյան ազատամարտը, եթե չլիներ այդ ճակատամարտի հաղթանակները, այսօր ինչպես Իլհամ Ալիևը, ինչպես մնացած Ադրբեջանի բոլոր քաղաքացիները, մեր Լեռնային Ղարաբաղի, Արցախի հայրենագիցները եւս պիտի լինեին Ադրբեջանի քաղաքացի։ Ճիշտ է։ Այդպես ինչպես Թուրքիայի Հանրապետությունում հայությունը Թուրքիայի քաղաքացի անցանում։ Մարդիկ այդ ազատամարտի մասնակցած անձանց հանդեպ հadoop վրեժ խնդրություն ունեն երևի թե կամ էլ իրենց մոտ հայ լինելու հանգամանքի բագաս կա, որ կարողանում են Զիվեր Սեֆիլյանի նման, ըսկանչելի հայորդում, որ իր ամբողջ գիտելիքը ռազմական իրադրությունում մասնակցությունը ազատամարտին անդեսելով այսօր, արդեն 2016 թվականի հուլիսի վերջին ենք, 7-րդ ամսվա, առանց որևէ գարկավիճակի մարդուն այսպես դանչում են։ Սա Հայաստանի Հանրապետությունում ժողովրդից իշխանությունը բռնազավթած Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի գեցվածքն է։ Հիմա իմ հետ կապված բառական մի քիչ շատ տարօրինակ է։ Ես եւս լինելով Արցախյան ազատամարտի մասնակից 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ, որ 23 փետրվարից արդեն ցերպակալման հրաման կար իմ մասին, այդ համաժողովրդական շարժման ամբիոնից ելույթ ունենալու հանցանքն էի կորցրել, այդ ելույթներս ալ միայն մի բանի համար էր, որ ժողովրդին բացատրում էի ֆրանսիական սահմանադրությամբ դեղի ունեցածի ինչքան օրինական լինելը, եւ քանի որ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը գրեթե թխված է Ֆրանսիայի, մի քիչ Շվեյցարիայի սահմանադրությունից, գրեթե թարգմանվել էլի, ոչ այդտեղ տարօրինակ բան չի գա, ասում է այդ ինչու Ֆրանսիայում, Շվեյցարիայում այս սահմանադրությամբ գեդերը ընկալվում են նորմալ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին խաբելով ասում են, որ իրենց գործողությունները օրենքի դեմ է։ Ուրեմն դա այդ ժամանակ էր եւ ասում էի, որ ես քանի որ չունեի, ուրեմն հայկական անձնակիր, 2 անգամ թիմել եւ մերժվել էի, ցույց էի տալիս իմ ֆրանսիական անձնակիրը, սա իմ Ֆրանսիայի անձնակիրս է, ես նորմալ Ֆրանսիայի քաղաքացի եմ հանդիսանում, ասում եմ, որ ես իմ անձնակրով, այս անձնակրով, եթե անեմ այդ ինչ դուք եք անում Ֆրանսիայում, որևէ բաժի չի արժանանա։ Ոչ մի ոստիկան ինձ դուբինգայով չի խփի, չի կա ինձ նարկոման չի հայտարարի, չի ասի, որ այս մարդը օրենքին դեմ է դուրս գալիս, չգիտեմ ինչ անում եւ այլն։ Եթե սա Ֆրանսիայում նորմալ է ընկալվում, եթե Հայաստանի Հանրապետությունը որոշել է թեպի Եվրոպա գնալ, ապա ինչու թեպի Եվրոպա գնալու ցանկություն հայտնող Հայաստանի Հանրապետությունում, եվրոպական համամարտկային արժեքներով ապրել ցանկացող ժողովուրդը, մեր հայ ժողովուրդը, քաղաքացիները ապօրինի են հայտարարվում իրենք իսկ ապօրինի հանդիսացող իշխանությունների կողմից։ Հանցանքս դա է եղել։ Դա 2008 թվականի փետրվարի 23-ին։ 23-ից մինչև մարտի 1 չկարողացան ցերպակալել, այսպես ասած, որովհետև մենք շատ էինք 100,000-ներով ազատության հրապարակում, այդ ցերպակալումը դեղ ունեցավ անմիջապես հետո։ Բայց դեսեք Ռոբերտ Սետրագի Քոչարյան գոչեցյալի հրամանը։ Ուրեմն 8 մարտ 2008 թվական, հերոստա ընկերություններով հայտարարեցին իմ լուսանկարով, որ
Սարգիս Հացպայանը Ֆրանսիայի քաղաքացի, ուրեմն Հայաստանի Հանրապետությունում օրենք է խախտել, ինչ որ քաղաքական process-ներին եմ մասնակցել, այդտեղի միտքն եմ, իր գարձիկն եմ արտահայտել, ուրեմն ենթակա է Հայաստանի Հանրապետության վարչական տարածքից 5 օրյա ժամկետում արտաքսվելու, Այդ հրամանը, մինչև այսօր, որ ես ձեր հետ հանդիպում եմ, վավեր է։ Այդ աստիճանի վավեր, որ ինչ հետաքրքիր փաստ է, Սերժ Ազատի Սարգսյան գոչեցյալը, այսինքն դրանից հետո նույն աթոռը արիամբ զավթած մարդը, կարծես թե այդ Ռոբերտ Քոչարյանի հրամանը զուգարանի թուղթի դեղ է դրել, հավանաբար, որ ինձ այդ նույն մարդը 2013 թվականի փետրվարին տվել է Հայաստան Հանրապետության անձնակիր։ Սա իմ Հայաստանի Հանրապետության անձնակիրն է, քաղաքացիության անձնակիր։ Եվ ես թադի եմ տվել ազգային անվտանգության նախարարությունը եւ ոստիկանությունը փանդից դուրս գալուց հետո, 3 տարվա փանդարկելության եմ ենթարկվել, ուրեմն ասելով, որ Հայաստանում Նալբանդյան 104-ը չի կարող որոշել Հացպանյան Սարգիսը պիտի ապրի Հայաստան, թե չի պիտի ապրի, այլ Հացպանյան Սարգիսն է որոշում, որտեղ գաբրի, ինչպես գաբրի։ Հիմա եւս եմ ասում, ցանկացած սպիրկահայ աշխարհի որևէ գեդում ապրող հայ մարդը իրավունք ունի Հայաստանի Հանրապետությունում ապրի, դա մեր բոլորի հայրենիքն է, ոչ թե մի քանի հատ, այսպես ասած, նախկին Ադրբեջանի քաղաքացի եւ մեր շնորհիվ Ադրբեջանի քաղաքացի լինելու հանգամանքից փրկված մի քանի հատ մարդու հորոբոստան գարձած Հայաստանի Հանրապետությունում ապրել-չապրելու իրավունքը։ Սա պիտի շատ հստակ լինի։ Հիմա հարց. Ինչպես են ապրում սպիրկահայերը Հայաստանում, Հայաստանում սպիրկահայերը ապրում են այս անձնակրով, որը ես 2 անգամ ունեցել եմ։ Այս անձնակիրը Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ ինձ տրվել $1000 արժի, 1000 ամերիկյան դոլար։ Չէ՞ որ սպիրկահայերը արդեն գտան գով են հանդիսանում այս իշխանությունների համար, մտածում են 10 միլիոն հայություն, եթե ամեն մեկը այսպես բանի համար թիմի 10 տարվա Հայաստան ապրելու իրավունքն է սա, սին վիզա էլի, վիզային ռեժիմ, բայց 10 տարվա։ Սին ելք ու մուտքը իրավունք ունես, ուրիշ ոչ մի բան չի, զուգարանի թուղթալ չի, այդ իմաստով։ Ուրեմն սպիրկահայերին գեղեցելու ցև էին գտել $1000, մտածում էին ինչքան մեծ փող կաշխատենք, երբ որ տեսան սպիրկահայերը չթիմեցին, շատ քիչ մարդ թիմեց, ուրեմն սրանից է եղան։ Հիմա ես երկքաղաքացիություն ունեմ։ Ֆրանսիայի անձնակիր եւ Հայաստանի Հանրապետության անձնակիր։ Ֆրանսիայի անձնակիրը իմ համար, ինչպես Մոնտե Մելքոնյանն էր ժամանակին Ֆրանսիայում փանդում թադվելիս, իր մոտ հայտնաբերվել էր Գիբրոսի գեղձ անձնակիր, Դիմիտրիու Ջորջիու անունով։ Եվ որ թադավորը իրեն ասեց, դուք գեղձ անձնակիր եք գրում Մոնտեին, սա Փարիզի թադարանների ժամանակ դեղ ունեցածն է, որին ես անցամ ներկա եմ գտնվել։ Մոնտե Մելքոնյանը ասաց, մեզ հայերիս համար ցանկացած անձնակիր գեղձ է այս աշխարհում, քանի մենք մեր երկրի Հայաստանի անձնակիրը գրողները չենք։ Սա կարող է ցես փիլիսոփայական թվա, բայց ես ցես հավաստիացնում եմ, այս անձնակիրը իմ համար գեղձ անձնակիր է։ Սա ճիշտ է, որ Ֆրանսիայի Հանրապետությունն է տվել, բայց սա չի իմ անձնակիրը։ Իմ անձնակիրը սա է։ Ես Հայաստանի Հանրապետության լիիրավ քաղաքացի լինելու հանգամանքին արժանացել եմ միմիայն 2013 թվականին, երբ որ արդեն 20 քանի տարիները մշտապես բնակվում էի Հայաստանում։ Սա իրավիճակ է։ Հիմա անցնում եմ այդ Սադոյան Արշակ կոչեցյալ անհայրենիք, անհող, անլեզու մարդու ասածներին, որը ինձ այս մամլա ասուլիսը դալու թրթաբաճարն է հանդիսացել, երբ ես ընթերցեցի այդ տողերը, չէի կարողանում պատկերացնել այդ իրողությունը, որ երևի ինքն է անհայրենիք, որ չի հասկանում հայրենիքի, այսպես ասած, արժեքը, Սադոյան Արշակը, որ առաջարկում է եւ հանրային խորհրդի անդամ լինելու հանգամանքով է առաջարկում, որ փոխանակ փանդում նստի, արդակսեն թող գնա։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունը Սադոյան Արշակի մեկը դվել է, դա իր հորից ժառանգած բոստանն է, ինքը որոշում է, մեկը գնստի թե չի նստի, դրան դուրս տնել թե դուրս չտնել եւ այլն։ Այ անհայրենիք մարդ, ես չգիտեմ քեզ ինչպես անվանել, դու իրոք որ որևէ սրբություն չունես, դու ով ես ընդհանրապես, որ գարձիկ ունենաս ինչ որ մարդու մասին, Հայաստան նրա ապրելու կամ չապրելու հանգամանքը բանանելով։ Հիմա այստեղ ընդգծում եմ։ Այդ Ժիրայր Սեֆիլյանը, այդ հայորդին, այդ բայձար դղան, որ քանիսս բանդարգվում է եւ անընդհատ դարավում է Հայաստանի Հանրապետության բանդերում, որևէ գարկավիճակ չունի Հայաստանի Հանրապետությունում, ոչ մի փաստաթուղթ,
որը դրվել է այդ տղային, որ ինքը այստեղ, այսպես ասած, օրինական վիճակի մեջ է։ Իրեն աբորինի վիճակում հենց տնողը Հայաստանի Հանրապետությունն է, պետական իշխանությունները, ժիրայրը ցանկանում է ունենալ այդ նույն անձնակիրը, ինչ որ ինձ տրվել է, վերջապես թադերից հետո։ Հիմա հարց, եթե գարկավիճակ չունի այդ մարդը, Հայաստանի Հանրապետություն, որևէ լեգալ գարկավիճակ, ինչպես է փանդարգում այդ մարդուն, ինչի հիման վրա, հա, ինչպես է տղան հիմա խցում, գկած, հա, ոչ մի հարց, որտեղ են իրավապաշտպանները, որտեղ է մարդու իրավունքների այդ պաշտպան գոչված օմբուդսմենը, ինչու Ժիրայր Սեֆիլյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունի, որ ամենամեծ վաստակն ունեցել այս երկրի, այսպես ասած, սահմանների գծման եւ հայրենիքի պաշտպանության։ Հա, ցեզ մի բան ասեմ, Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիությունը դա իրավունք չի, շնոր է, շնոր։ Այսինքն նախագահի աթոռով բռնազավթած որևէ մարդ ում ուզի անձնակիր է տալիս, ում ուզի, հայ, ոչ հայ, ասում է ես քեզ տալիս եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, անձնակիր։ Այսինքն մարդը իրեն իրավունք է վերապահում շնորհել այդ ինչ բանը, իսկ դժբախտաբար այդ ամենաշնորհալի գործը արած իր յանքը, այսպես ասած, մեր ազգի զոհասեղանին դրած Ժիրայր Սեֆիլյանը առ այս րոպե չունի այդ հնարավորությունը եւ չի գրում մեր երկրի, այսպես ասած, քաղաքացիությունը։ Հիմա իմ փանդային դարիներից մի օրինակ, երբ որ Հայաստանի Հանրապետությունում օդար երկրյա մարդուն, այդպիսին էի ես ճագերդյալ, ուրեմն Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում, KGB-ն, Ալբանտյան 104-ը, գալիս էր շաբաթը մեկ, մի հատ նախատասություն ընդամենը, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին, այսպես էր գրած, հա, խնդրում եմ ինձ դեղափոխել իմ քաղաքացին անցած երկիր Ֆրանսիայի Հանրապետություն։ Եթե ես դա ստորագրեի, հա, թեր 3-4 շաբաթ չէր որ փանդում էի։ Ես 1 ժամ չէի նստի փանդում։ Ինձ ամիջապես կդեղափոխեն Ֆրանսիա։ Ես Ֆրանսիայում օտանավից կիշնեի եւ գերտայիդում մամայիս մոտ։ Ոչ մի փանդ, ոչ մի դարաբանկ, երեխաներս հետս, գինս հետս եւ այլն, բայց իմ համար Հայաստանը արժեք էր։ Հայաստանը փանդում է Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում թե դրսում թե Արցախում թե Մարտակերտ, իմ համար միևնույնն է, Հայաստան է, սա մեր երկիրն է, որին ես թեգուզ քաղաքացին չէի հանդիսանում, բայց այդ արժեքը ես չէի կարող ոդիդակ դնել, որը Արշակ Սադոյան գոչեցյալը, հա, իր համար այդքան հեշտ ու հանգիստ կարողանում է ոդիդակ դնել եւ սրբաբղձել, հասկանում եք, հա, ես նախընտրել եմ փանդում մնալ, անազատության մեջ մնալ, բայց չգնալ եւ այդ թվացial Ֆրանսիայում ազատությունը, այսպես ասած, վայելել։ Սա բարձրապես օրինակ է։ Եթե հիմա պատկերացնում եք, նման առաջարկը ես չգիտեմ հասել է Ժիրայր Սեֆիլյանին թե ոչ, Ժիրայրը ինչ կան վատ է զգում հիմա իրեն Վարդաշենում, լսելով Սադոյան Արշակ գոչեցյալի նման այսպես արտահայտությունը հենց իր հասցեին, որ այդ անհայրենիք մարդը խոսքը Սադոյան Արշակին է վերաբերում։ Ժիրայր Սեֆիլյանի նման բայձար հայորդուն, հայրենիքը արժերովորող հայորդուն, իր կյանքը հայրենիքին նվիրած հայորդուն կարողանում է նման ուրեմն նսեմ առաջարկ անել։ Սա ես ավարտում եմ այս թեման, որովհետև այդ խորենացի փողոցի հետ կապված ահագին ասելիք կա եւ ձեր հարցերը պետք է ակտիվ լինեն, որ իրոք քննարկման վերածվի այս ասուլիսը։ Ուրեմն մի հանգամանք, ես չգիտեմ այդ հանրային խորհուրդ գոչեցյալ հիմնարկությունը Իրանից ինչ է ներկայացնում, բայց իրոք մեծ ամոթ եմ զգում, շատ մեծ ամոթ եմ զգում, որ այդ խորհրդի ինչ որ մասնաճյուղեր ունի, հանձնաժողովներ ունի, հա, անդամները հանդես չեն գալիս այս խորենացու հետ կապված Սասնաձրեր խմբի տղաների կատարած գործողությունների արդիվ հանգուցալուծման առաջարկով, երբ որ իրենք դիտխոսագիրն են հանրային խորհուրդ գոչեցյալ հիմնարկության, այսին հանրայնությանը հետաքրքրող հարցի լուծման համար առաջարկով հանդես պիտի կան, այդ որ մեր փանդում եղած ժամանակաշրջանում եղել է, ես հիշում եմ, հանրային խորհուրդը թիմել էր, հա, այդ ժամանակ էլի Սերժ Սարգսյաններ նախագահը, ուրեմն նախագահին որ հասարակական բան չասունացել, հա, խնդրում ենք համաներում անել, որովհետեւ քաղաքական փանդարյալները կարողանային փանդից ազատվել եւ Սերժ Սարգսյանը 1 օր հետո ընթരാճ գնաց, որովհետեւ այդ քաղաքական փանդարյալները ազատ արձակվեն։ Սա արդեն դեժավյու է, դեղի ունեցել։ Հիմա հարց, ինչու հիմա այդ նույն հանրային խորհուրդը չի թիմում նույն Սերժ Սարգսյանին, ասեն ոչ մի բան չի փոխվել մեր երկրում։ Հասարակական այսքան մեծ բան չի, արյունա
արյուն թափվելու վտանգի հետ թեմ հանդիման է գտնվում, հասարակությունը ուրեմն այդ վիհից երկու կողմի է բաժանվել, հա, ու ինքը հանդես չի գալիս, որ այժմ Հայաստանի Հանրապետության բանդերում գտնվող ուրեմն 20-ից ավելի քաղաքական բանդարգյալները անհապաղ ազատ արձակվեն եւ շուտ համաներում լինի, որբեսի այս հարցը քոնե մեղմվի հիմակվա իրավիճակից։ Ես անպաստանում եմ անկորզունեությամբ, անդարբերությամբ հանրային խորհրդին եւ ասում եմ Սադոյան Արշակ գնա Բաքու ապրի, կարող է դու էլ նրանց նման հայրենիքի զգացողություն չունեցած մարդն ես, չնայած քո որդին քեզ չի քաշել, նա ամեն օր խորենացում մեր հետ է, ես Արշակ Սադոյանին որդուն տեսնում եմ խորենացում, ուրեմն ցուցարարների հետ միասին այդ տղան այդտեղ է լինում, ինչ լավ է որ իր բաբային չի քաշել։ Սա ուրեմն Ժիրար Սեֆիլյանի արտաքսման կամ ընդհանրապես քաղաքացիության հետ կապված հարցերով։ Ինչ առումով։ Շատ ներողություն, Ժիրար Սեվիլյանը, ես հարց չհասկացա, իշխանությունը պիտի գնա Ժիրար Սեվիլյանին չպիտանի փանակցի։ Դուք կարող եք որպես հանգուցալուծման տարբերակներից մեկը կարելի է։ Ժիրար Սեվիլյանը ընդհանրապես ինտերլոկուտոր, այսինքն մյուս կողմ չեն ընկալում այս մարդիկ, ասում եմ, որ եթե այս տղաների արածը թաթարի, նոր Ժիրար Սեվիլյանի հետ հանդիպում կարող են։ Ժիրար Սեվիլյանը բադանտ է, չեք հասկանում։ Ժիրար Սեվիլյանը, Վարդաշեն քրագադարողը հիմնարկում Շանտա Հարությունյան, Վալոդի Ավետիսյանը, Գեորգ Սաֆարյան եւ մնացած բոլոր տղաները, Հայկ Գյուրեղյան եւ դեր անունը չհաշվածած բոլոր այդ տղաները բադանտ են։ Բադանտի ղարքավիճակով, որ գտնվում արդեն իրանց ցերկում իշխանություն, բադանտի հետ չի խոսի։ Խնդրեմ, ես ցեզի մի հատ բադանտի նկար եմ բերել այստեղ։ Երևանից տեսնում եք, այս նկարը ամենտեղ կա։ Սրանք այդ բժիշկ բադանտներն են, հարկելի զանգվածային լրատվական միջոցի ներկայացուցիչներ։ Այսենց բադանտ ես ցանկանում եմ ցանկացածին այս աշխարհում, որ յուրաքանչյուր բադանտ աշխարհում թող լինի այս հայ բժիշկների նման, որ սասնազրերի տղաների հետ հավասարին նստել է ինչ որ հաց է գիսում։ Խնդրեմ, սա բադանտ։ Այդ տղաների մոդի բադանտ է։ Հիմա Ձեր հարցը իմ համար մի քիչ ընկալելի չէ, դրա համար ես չգիտեմ ինչ ասեմ։ Իշխանությունը չի առաջարկում նման բան։ Ընդհակառակը հասարակությունն է պահանջում, որ իշխանությունները ի վերջո նստեն բանակցությունների, բայց դեսակ չէ։ Այդ ինչ որ ես ասեցի, իմ ասածս դուք կրկնում եք։ Հիմա դուք ինչպես եք պատկերացնում այդ հարցը։ Վիտալի Վալասանյանը միջնորդի Ես պատկերացնում եմ, որ այս մարդիկ մի ժամ հետո պիտի գնան ու մենք ազատության շունչ կաշենք, ու ազատվենք այս օդար ու խորտ հատվածից, որ մեր երկրում հայավարի ապրենք։ Ես սա եմ պատկերացնում։ Ես չեմ պատկերացնում Ժիրար Սեվիլյանը կարող է բադանտ լինի։ Ես չեմ պատկերացնում, որ իմ Հայաստանում, իմ դեսլագանի Հայաստանում, իմ հայացների Հայաստանում քաղաքական բանդարգյալ կարող է լինի։ Ես չեմ պատկերացնում, խնդրեմ, աղավասիկ, այսպիսի մի հատ չգիտեմ ինչի ձունունդ մի աղջիկ մագա անունը օգտագործող, ոստիկանական ուժերում, ուրեմն նման դադիգին, այսպես բռնարարքի ենթարկելով, քաշքշելով այդտեղից ստանում է, երբ որ ինքը ինչ որ my porn profile, պորնոգրաֆիական ինչ որ պրոֆիլ ունի, որտեղ ասում է ես ոստիկանության աշխատող եմ, այսինչ Մարգարիտա Ղարաբեդյան եւ այլն։ Վովա Կասպարյանին երևի ուրիշ մարդ չի մնացել ընդգրկել իր համագարկում։ Նման մարդկանցով մերգա բարույներ եւ այլն է ընդգրկում, որոնք մեր դադիկներին, հենց հայ դադիկներին այսպիսի ուրեմն սրբաբղծությամբ են վերապերում, երբ որ մենք, ես այս ֆոտոն հատուկ բերել եմ, սա ադրբեջանցի դադիկ է, այսինքն թուրք դադիկ։ Մենք թուրք դադիկին վերապերվել ենք մարդավայել, արժանաբադիվ, մեր հացը դվել ենք իրեն, որ ինքը ուտի, մենք սոված ենք մնացել բادرազմի ժամանակահատվածում։ Հային Թուրքի հանդեպ վերապերմունքը եղել այս աստիճանի վեհ ու այսպես ասած կովելի, իսկ իրեն, ես չգիտեմ այս աղջիկը ձակումով հայ է թե ոչ, որովհետև անուն ազգանունով հայ չեն լինում, չի կարող հայ դադիգին նման բռնարարքի ենթարկել։ Այս լուսանկարը տեսնելուց հետո եթե Վովա Կասպարյանը մի ժամվա ընթացքում առաջին, ավելի ճիշտ վերջին հրամանով իր չի ազատում այս աղջկան այդ աշխատանքից եւ չի ուղարկում այդ մերգաբարու մասնագիտությամբ աշխատի ինչ-որ ստրիպտիզ ագումբում, դրանից հետո էլ ինքը չի հրաժարվում, ուրեմն իրենց մոտ հայության բագաս կա։ Ես չեմ պատկերացնում, նախարար հայ լինի ու թույլ տա, որ այսպես հայ դադիգին քաշքշեն եւ դանեն
բռնարարքի ենթարկեն։ Պարոն Համեցեք։ Հակոբյան, ինչ ունեք։ Ամեն դեպքում հիմա իրավիճակ կա, կան ինչ-որ պահանջներ, եւ կա ժողովուրդ, որ ունի լիդեր չունի, լիդեր չոր որոշումներ են լինում, այս բարձրախոսը վերցնում խոսում են, ոմանք ասում են այն չեն խոսում, ոմանք ասում են այն են խոսում։ Այս պահին ինչ-որ հաջողության հասնել համար ժողովրդի կողմից ինչ է անհրաժեշտ։ Մեկ հատ բան է անհրաժեշտ, ոչ թե դուներում նստել դիդորտի գարկավիճակով, հա, կամ համացանցերում, այսպես ասած, բաներ անել, ինչ որ մեկնաբանություններ անել, հա, դուխ տալ կամ հագարակով արդայդել, այլ ուղղակի իշնել թաշտ, քաղաքացու գեցվածք դրսևորել եւ իր գողնորոշումը հայտնել։ Եթե ոչ միայն Խորենացի փողոցում, Հայաստանի դարբեր բնակավարներում, Հայաստանում միայն Խորենացի փողոց չէ, Ազատության հրապարակը չէ, Գյումրի, Վանաձոր, Դավուշ, Իջևան, Մեղրի, Գորիս, հա, ամենուր եք, Արդաշատ, Մասիս, հա, Աշտարակ։ Հայությունը իշնի փողոց եւ բահանջի, հա, այս մարդկանց հերացումը ինձ թվում է, որ 100% հաջողության կհասնի այս բանը, բայց նրան չի վերածվում խորենացու ուրեմն գարկավիճակը, ինչու ես սա իմ ուրեմն սուբյեկտիվ կարծիքը կարող է լինի, այդտեղ այդ հարթակ կոչեցված դեղում ես ամեն օր ցույցերի ակտիվ մասնակիցներից եմ հանդիսացել եւ միշտ ալ մասնակցեմ մինչեւ վերջին գեդը ուր վրել դանի այս շարժումը։ Ուրեմն այդտեղ հարթակում իրոք որ շատ անգազմագերբ, հա, անհասկանալի մի կոնգլոմերատ կա, իմ համար շատ խորտ, ես չեմ կարող, հա, Ժիրար Սեֆիլյանին դագանք անվանած մի մարդուն հարթակի վրա տեսնել, հարթակի վրա ես մարդ եմ տեսնում, մի հատ երիտասարդ տղա է, որ էլեկտրիկ Երևանի ժամանակահատվածում այդ բանից է, ինչ են ասում, վայ, գազագերբության Հայազն, հա, Հայազն գազագերբություն մի երիտասարդ տղա, այդտեղ հարթակում կանգնել է, Ալեք Գենիկոմեշյանին կողմը, ստղան Ժիրար Սեֆիլյանին դագանք է անվանել եւ այդ ամբողջը գա բանի վրա, գամ ինքը պիտի ներողություն խնդրի Ժիրար Սեֆիլյանից, որ Ժիրարը դագանք չի, հա, կամ եթե դագանքի, ապա ինչ գործ ունես Ժիրար Սեֆիլյանի ընկերների գդարած, հա, գործողությանը դու ելնում ես հարթակ։ Ես իմ համար անգալելի այդտեղ օրինակի համար տեսնել Բարույր Հայրիկյան Գոչեցյալին, շշմած եմ ես։ Այս մարդուն միթե չի ճանաչում հայ ազգը, հա, այս մարդը ինչ գա ինքի իր մասին սիրամարգի գեցված կունտենով, այսենց երրորդ անցով է ուրեմն հանդես գալիս իր մասին խոսալուց, որ ինքն է որ գա, աշխարհը ամբողջը գախված է Իրանից եւ այլն, ես չգիտեմ քանի դիրոջ ուրեմն ծառայ է Բարույր Հայրիկյանը, իսկապես չեմ հասկանում, բայց միթե հայ ազգը չի հասկանում, որ եթե Սերժ Սարգսյանը հիմա երկրորդ անգամ, հա, բռնազավթել է նախագահաթորը, հիմա նստել է դա Բարույր Հայրիկյանի շնորհիվ է։ Բարույր Հայրիկյանը հիշում եք այդ նախընտրական ժամանակահատվածում ինչ որ անհեթեթ բոլորիս համար անհասկանալի չագերդյալ մահապորցի ընթարգվեց, չէ՞, եւ այդ մահապորցի ընթարգված ժամանակ հիվանդանոցում եթե ինքը Հայդարարության վանտեսկար որ այս բաները ընդրությունները դեղի չեն կարող ունենալ, լի իրավ օրենքով ընդրությունները դեղի պիտի չունենային եւ այլն, բայց ինքը առաջինը հենց Սերժ Սարգսյանին անցկացնելու միտումով դրան գնաց այդ քայլին։ Ես հիմա զարմացած եմ այս հարթակի մարդկանց, ոնց եք թույլ տալիս մի մարդուն խոսել, բռնել այդտեղից այդ խոսափողը, հա բարձրախոսը եւ թիմել այս ժողովրդին, ով Սերժ Սարգսյանի հրաժարականի բանջով այդտեղ զարմացած եմ ես։ Այս ասիջանի, հա, հիշողությունը գարդ չի լինում ժողովրդին, հասկանում եք։ Հա, եթե այդտեղ Բարույր Հայրիկյանի նման մի մարդ կա, ես այդտեղ ինչ գործ ունեմ, ես ինչպես կարող եմ լինել այդտեղ։ Շատ ճիշտ եք ասում։ Շատ ճիշտ եք ասում, սա պիտի ոչ, սա ժողովրդային պայքարի պետք է վերածվի, սա պիտի քաղաքացիական շարժման վերածվի եւ պետք չի քաղաքական գուսակցությունների կամ քաղաքականացված գուսակցությունների ներկայությունը։ Սա իմ տեսակետն է, ես այդպես եմ կրտում, որովհետեւ իրավիճակը շատ դժբախտաբար եմ ասում, քաղաքական չի, հա, ես այդպես եմ քննադում։ Խորենացում դեղի ունեցող քայլը, հա, ինչու իմ համար դեռ այդքան բարձելու փանգապած երևի թե երբ որ դղաները ազատության մեջ կլինեն, իրենց այդ ուղղակի կարելի է այս հարցը քննարկել, հա, մարդը առաջ նշան է բռնում, հետո է գրագում։ Սա եղավ գրագոց, հիմա մենք բոլորով, հա, ժողովրդով փորձում ենք նշան բռնել։ Դժբախտությունը այստեղ է։ Չի կարող որևէ ուրեմն ուժ
որ իրեն քաղաքական ուժ է համարում, խոսքս հիմնադիր խորհրդարանի մասին է, հա, քայլերը չհաշվարկել, պլան A, պլան B, պլան C եւ այլն շարունակականություն ունենալ, եւ այն այդ ինչ է նշանակում, եղած չեղածով գնում ես, մտնում ես միտեղ, հա, միտեղը վերցնում ես քուցերգն եւ ասում ես ժողովուրդ հավաքվի եւ որոշի։ Իմ համար դա անհասկանալի է, այսինքն ես իմ արածս արեցի, մնացածը քո մոտ է, քննարկը ժողովրդի մոտ այդպես չեն դշում, ընդհակառակը ժողովրդին, եթե դու ուզում ես, որ ժողովուրդը անի քո ուզածները, դու ժողովրդին վստահություն պիտի ներշնչես, ժողովուրդը պիտի հավատաք, հա, ժողովուրդը քո կողքիդ կգայնի միայն այն դեպքում, եթե դու վստահություն ես ներշնչում։ Ես խորենացում հավաքված ժողովրդի քանակն էլ եմ տեսնում, որակն էլ եմ տեսնում, այդտեղ իրոք եմ ասում, մի կոնգլոմերատ է, որ իմ համար անհասկանալի, ոչ միայն հարթակը, նաև ներքևը, հասկանում եք, մի քանի անգամ պրովոկացիաներ եղան, սատրանքներ, մեկին ես այդտեղ ֆիզիկապես ներկայի, որ իրոք անհեթեթ երիտասարդներ շատ վատ վիճակում, հա, թրթեցին ոստիկանության, այսպես ասած, հարձակման եւ այդտեղ շատ վիրավորներ եղավ։ Հիմա ես ինչպես եմ տեսնում վերջը, ես տեսնում եմ, որ իրոք Առ այսօր թշպախտապար մեր երկրում մտավորական հորճորճվող հատվածը նրանք ովքեր կարող են իրոք փանականության գոչել այս բռնապետական ղարքավիճակ ունեցող իշխանություններին, որբեսի երկխոսության գնան, իրենք պիտի ներկա լինեն այդտեղ, հենց կոնկրետ տեղում։ Այդ հիշում եք ժամանակին բադ էին կառուցում մի հատ ցուցարարների եւ ոստիկանության միջև։ Այդ բադը ինձ թվում է Պիտի փաղացած լինի ժողովրդի կողմից հարկված, սիրված, վստահություն ներշնչող եւ մտավոր ընդունակություններով, հա, աչքի ընկնող մարդկանցից, որբեսի որևէ ոդնցկություն խաղաղ ցուսարանների դեմ չլինի։ Բայց մենք ինչպես որ տեսնում ենք, քանի որ դա չի լինում, հա, ու այդ խառնաշփոթի եւ խայդապխետ մի կոնգլոմերատի մեջ ով ինչ ասես չի անում եւ դա բերում այդ հետևանքին, որ մարդկանց կողանում են, ցերպակալում են, դանում են քաղմասեր, հարցակննում են, անհետեթ մեղատրանքներով մեղատրում են, ամպաստանում են եւ այլն, սա հա։ Ուրեմն այդ ես ցեզ մի բան ասեմ, ինձ այդ խորհրդում անդամակցելու համար առաջարկ է արվել հենց խորհրդի կողմից եւ ոչ թե հիմա մեկ շաբաթ առաջ Ես այդտեղ մի քանի հատ անուններ տեսնելուց հետո իրենց պատասխանել եմ, որ իմ համար անհամատեղելի է նույն մարդկանց հետ նույն կորձում լինել, ես իրոք որ սև սպիտակ եմ տեսնում հարցը, իմ համար ես այդ նրանցից չեմ, որ ասեն, ով ուզում է լինի, թող կա, միայն թե լինի, հա, մենք ուրեմն ընդհանուր ինչ որ կորձ կանենք, դա այդպես չի լինում, խաղապար ունեցող մարդը, խաղապարագիր մարդը, իրեն այդ ոչ խաղապարագիր մարդու հետ նույն ճամփան չի կարող գնալ, ես չեմ գտնում, որ այժմ այդտեղ եղածը կարող է այս հարցը լուծել, բայց ես ուրիշ բան գիտեմ, իշխանությունները թրթում են այս ամբողջը արյունահեղության դանելու, ես դա շատ հստակ տեսնում եմ, այդ որ ասում են արյուն չի տապվի, համբերություն է լինելու եւ այլն, ես չեմ հավատում, որովհետեւ իշխանությունները սուդի եւ գեղձիկի վրա են միայն հիմնվել եւ ուրեմն ես շատ մեծ մտավախություն ունեմ, որ իրենք հանգարձակի շտուրմ կանեն ու այդ տղաներին ասված չանի ուրեմն մենք կարող ենք այսպես հեշտ ու անկիս գործունենք, հասկանում եք, մեզ չի վիճակված, ուրեմն մեր երկրի ներսում նման արցախյան հիմնախնդրի, այսպես ասած շատ լուրջ ուրեմն առաջարկություններով կամ ճնշումով Հայաստան պետության վրա օդար այդ ամբողջ միջազգային կառույցների ճնշման ժամանակահատվածում, հա, գնալ նման քայլի, որ դա իրոք որ ասում եմ շատ մեծ լյուքս է, որի ռեսուրսը մենք չունենք, հայերս չունենք։ Ես այստեղ մի վտանգ ևս եմ տեսնում, ու դա երևի թե շատ ավելի կարևոր է, քան մինչև հիմա ինչ ասեցի կամ ինչի մասին խոսեցի։ Ռուսաստանն է այդ վտանգը։ Ռուսաստանը վտանգը ես ցեզ կարող եմ ուրեմն 3 բառով ամփոփել։ Դա երևի ամենաէական բանն է, որ պիտի մեր ժողովուրդը իմանա։ Տեսեք, ապրիլյան քարորյան ցույց տվել մի բան, որ մենք չունենք փանակ, բայց ունենք զինվոր։ Մենք չունենք փանակային կառույց, հա, զինվորական տեխնիկա, հմուտ մասնակիտական ուրեմն սպայագույթ, բայց ունենք դուխ ունեցող 18 տարեկան հայ երեխա հայորդի։ Եվ եթե այդ քարորյա պատերազմում մենք չենք ընկրկել, չենք ձնգել, հա, եւ բադվով կարողացել ենք այդ դժվարին ժամանակահատվածից դուրս գալ, թեգուզ եւ ուրեմն փոքրի շատ հողային գորուստով, հա,
ուրեմն դա այդ դղաների սխրանքն է, ոչ թե հայկական զինված ուժերին։ Ռուսաստանը շատ լավ իմանալով մեր երկրի յուրաքանչյուր գառույց ուզում էր ցույց տալ թշնամու գողքը գայնելով, Ադրբեջանի գողքը գայնելով ցույց տալ, որ Հայաստանը չունի փանակ։ Դա ցույց տվեց, Քարորյան դա ցույց տվեց։ Երկրորդ բանը, Սասնա ձրեր խմբի ոստիկանական այս բաղային ծառայությունը, այսպես ասած, կրավելու գործընթացը մի քարով երկու հատ բան ցույց տվավ, որ Հայաստանը Հանրապետությունում չի գա ազգային անվտանգության ծառայություն եւ չի գա ոստիկանություն։ Այսինքն երեք ուժային կառույցները հայ ազգի, չէ՞, բանակ, ազգային անվտանգություն եւ ոստիկանություն գոյություն չունի։ Հիմա ով է իմանում սա, Ադրբեջանն է իմանում, ով է իմանում, Թուրքիան է իմանում, հա, ով է իմանում, Ռուսաստանը իցույց տրավ ամբողջ աշխարհին, սա է Հայաստանը, հասկանում եք, Սերժ Սարգսյանի Հայաստանի պատկերը սա է, այդ ինչ որ ես հիմա ասում եմ ձեզ։ Երեք ուժային նախարարություն, որ անուն գա ամանուն չի գա, երբ որ թշնամու հետ է մեր խնդիրը, հագարագործի հետ է մեր խնդիրը, մենք Արցախյան հիմնահարցում միահամուռ, այսպես ասած, միասնական գեցվածք պիտի դրսևորենք, այդ նույն ուժային նախարարությունները, այսպես ասած, հայ ազգի լավագույն զավակներու որսով են սպաղվել։ Հիմա Սերժ Սարգսյանը երևի թե ժողովրդական այդ հասացվածքը չգիտի, որ ասում է քամի ցանողը փոթորիկ կհնցի։ Ես վստահ եմ, որ այս խորենացու ուրեմն բանը բատկամը լինելու է այլ խորենացու օջախների ստեղծումը։ Իրենք եթե շարունակեցին այս բռնապետական, հագամարտկային, հա, հագաժողովրդական իրենց այդ քայլը, հա, ոստիկանով, KGB-ով, չգիտեմ ինչով վախեցնել, պիտի հասկանամ, որ այլևս վախի ժամանակները անցել են, հա, եւ ոչ ոք իրանցից չի վախենում։ Ուզում ամեն օր մարդկանց ցերպակալի, ամեն օր քաղմասերը լսնեն, փանդերը լսնեն, շարունակությունը գալու է եւ դա դառնալու է, դա իմ, այսպես ասած, ցանկությունս եւ դեսածս է, որովհետեւ իրոք որ հասել է մարդկանց այստեղին, որ սա պիտի բայթի, որբեսի այդ բայթյունը չլինի հագահայկական, ուրեմն իշխանությունների մոտ է քննարկը եւ իրենք պիտի շատ ավելի հասուն քայլեր անեն եւ ուրեմն ընթരാճ գնան Սասնա ձրեր խմբի ուրեմն դրած բանջներին։ Ես այսպես եմ տեսնում։ Համեցեք։ Ոչ, ես կարծում եմ այդ ժամանակ կսկսվի այդ երկրորդ ավելի ահագնացող, հա, փուլը, այս բանին, նրանք ովքեր այսօր, հա, հանցավոր անդարբերության մեջ են գտնվում եւ իրենց այսպես ասած ներկայությամբ չեն ապահովում խոցբազմության լինելը այդտեղ, հա, իրոք որ ժողովրդական շարժման վերածվելը այս հիմակվա խորենացու այդ հավաքները իրենք վստահ եմ իրենց են մեղադրելու ասելու համար որ եթե մենք ժամանակին այդ գոչով թիմողներին, հա, ուրեմն ընթരാճ կնայինք, երևի թե այս տղաներին այս բանը չեր լինի, հա, ուրեմն սա այդ աստիճանի 2 անգամ 2-4 մաթեմատիկական ճշգրտությամբ բարձ իրողություն է, ես ասած եմ, ինչքան շատ մարդ լինի այդտեղ, այդքան վտանգազերծ կլինի նախ տղաները, հա, նաև ոստիկանական ուժերը, ես այդ ոստիկանական ուժերից մի քանի հատ տղայի հետ այս 3-4 օրը խորենացու այսպես մարդկային շփում ունեցա, քանի որ հավաքվել են իրենց մոտ եւ այլն, ասում եմ տղաներ, դուք հասկանում եք, չէ՞ որ այս ժողովուրդը ձեզ անընդհատ մայր է հայոյում եւ մայրը մեզ համար սրբություն է, դուք հասկանում եք, չէ՞ թեկուզ քու երեսին ալ չասի, հա, քու հետևից մայր են հայոյում, դուք ինչու եք թույլ տալիս, որ ձեզ այս աշխարհ բերած մայրերին հայոյեն, նույն այդ KGB մարդկանց համար եմ ասում, այսինքն ովքեր որ այդտեղ այսպես ասած չեկիստ են աշխատում։ Միթե դուք հայմոր ծնունդ չեք, միթե դուք կարող եք ձեր ժողովրդի թեմ, այսպես դադիկների, աղջիկների, կանանց, երեխաների թեմ, այսպես ասած թուրքական ոստիգանի ղարքավիճակով, հա, ինչ որ բռնարար իրագործել։ Հա, կամ դա ինչի համար է անում, այսինքն, բան, ասում եմ, եթե մենք նորմալ արժանավայել, արժանաբադի մեր քրդինքով կարողանայինք մեր ընտանիքները բայել, մենք մենտ չենք դառնա, սա իրենց ասածն է, ինձ են ասել, հա, ասում եմ մենք ստիպված ենք գնացենք այդ կայլին ու ասում եմ ոչ ոք չմտածի, որ մենք անպայման մեզ դրված հրամանը կկատարենք
ես ուզեցի մի քիչ փորփրել, ամիջապես իր հրամանադարը եկավ, այդ տղան վախեցավ ասելու, այսինքն մի րոպե դու բան ասեցիր, ես ուզում եմ մինչև վերջ բացվես էլի, եթե ես գրագելու հրամանдан կգրագես իմ վրա, հարց, ես sense ուղիղ, մի 10-15 սանտիմ ենք իրարից կայնած, ինքը sense վահանով, հա, կասկան դրած, sense նայեց, ոչ ասեց, ես Արցախում գրված մարդու վրա ծեր չեմ բարձրացնի, բասի իմ այդ ներսի տղաների մեծ մասը անցել են այդ ազատամարտի բովով, դուք ինչպես եք այստեղ, ասում է Հարգարժան բարոն, մենք այստեղ այս ժողովրդի հանրահավաքի համար ենք բերված, ոչ մյուսատվածի հետ կապ չունենք։ Սա այդ մարդկանց բանն էր, ինչպես ասած, գեցվածներ։ Ես վստահ եմ, այդ հայկական ոստիկանության ըզգեստ հակազների մեջ ինչքան ուզեք, հա, բարեբաշտ եւ բարգեշտ, հա, ազնիվ հայորդիներ կլինեն, որոնք չեն ենթարկվի այսպես ասած իրենց վերատասների հայկական հրամաններին եւ դրա հետ կապված ուզում եմ մի հատ ձեզ օրինակ բերել 1996 թվականին երբ որ ազգային ժողովի արչեւ այդ ամբողջ ժողովուրդը Բաղրամյան բողոդայով հավաքվելիս եղել, չէ, այդ նախագահական ընտրություններին ուրեմն հաջորդող օրերին այդտեղի Բաղրամյան 26-ի որ Լևոն Տեր-Պետրոսյանն էր Հայաստանի Հանրապետության նախագահ հանդիսանում ուրեմն այդ պաշտպանության կորձում պատասխանատու իսպաներից մեկը հենց իմ եւս ուրեմն նույն զինվորական ջոկատում ծառայած անցանցից ուրեմն Միքայել Միշա Թադևոսյանն էր, որը այժմ քննադատ է եւ ուրեմն Միշա Թադևոսյանը շատ հստակ Վազգեն Սարգսյանին հայտնել էր, որ եթե հանգարց իրենց հրաման դրվի գրագել ժողովրդի վրա ինքը չի ընդարգվի այդ հրամանին եւ չի գադարի այդ հրամանը եւ ասեց եթե ուզում եք ես թիմում կգրեմ դուրս կգամ բայց ես իմ ժողովրդի այդտեղ իմ հորեղբորս տղաներն են հա իմ հարևաններն են քյուղից եկած հավաքված բոլորը ես ինչպես կարող եմ իմ ժողովրդի դեմ գրագոց արձակել սա ձեզ մի օրինակ որ Լեոնիդ Ազգալդյանի զինվորը հանդիսացած դղան հա Միշա Թադևոսյանը այժմ քննադատի կարգավիճակով բայց անկորձ եւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում որևէ ուրեմն ճշտոն չսպաղեցնող այդ տղան անկորձության մատնված այդ սկանչելի հայորդին ահավասիկ նման գեցված կեր դրսևորել ուրեմն կան նաեւ այդպիսիները միշաները բարեբախտաբար եւ ես վստահ եմ որ այժմի այդ ոստիկանական ուժերին կամ KGB-ի չեգիզների մեջ եւս հա ուրեմն գլինեն նման մարտիկ թեգուս եւ շարքային կամ ուրեմն սպայագույդի անդամներ, որոնք չեն դանի այդ առօրինահեղությամբ եւ զսպվածության հանդես կգան հատկապես այդտեղ որտեղ անզեն խաղաղ հա ցուցարարի հանդեպ բռնարար իրակորձելու հրամանն ստանալիս սա իմ համար հույս է ես հավատում եմ որ նման հայորդիներ կան ես հավատում եմ որ եթե այդ տղան այդ իր ոստիկանական հագուստը անում է կախում է դունը հա ինքը շատ լավ հասկանում է ինչ է կատարվում այս երկրում հա իրենք պիտի իմանան որ սա մեր բոլորի երկիրն է այսինքն մեզ այսօր ասեն Ջամփաբաժանի արչև կանգնեցնողը այս օլիգարխիկ իշխանություններն են իրենք միայն իրենց քրբանները լցնելով գողանալով հա գողությամբ եւ ավազագությամբ են կարողանում շարունակել իրենց իշխանությունը իսկ այդ խեղճուգրակ աշխատավարձի վրա կանգնած մարդիկ պետք է լրջորեն մոդորել այս արդիվ սա այսպես ես մի բան եւս ուզում եմ ասել սպիրկի հետ կապված այս ամբողջ 12 օրերի ընթացքում մենք տեսանք մի ուրեմն ազգի մի հատվածի լրջակույն եւ ամենամեծ քանակ ունեցող հատվածի անդարբերությունը ես կասեի հանցավոր անդարբերությունը երեք չեք պատկերացնի ինչքան ուրախացել եմ երբ լսել եմ որ այդ հայտնի թերասանուի կանադայից եկած մեր հայրենագից հայրենակցուի Արսինե Խանջյանին ցերպակալել են շատ լավ բան է բայց այդպես պիտի լինի իսկական սպիրկայը պիտի ելնես քաս սպիրկից այստեղ հա գնաս ցույցին եւ ոստիկանը քեզ ձեզի քեզ նսեմասնի դանի քաղմաս հարցակնի հաշմանդամ դարձնի որ հասկանաս հայրենիքը ինչ է Իրանից ներկայացնում ոչ թե նստես կուտունը տեսես հանկիստ ամերիկաներում հաճկիդեմ որտեղերում եւ հոխորդաս Facebook-ներում այս իշխանություններից են բաներ անես ես նման մի անձնավորի ճանաչում եմ նաեւ Ռուսաստանից եկած հարկարժան ուրեմն Դիգին Ժակլին Հովագանյանը
որը եւս ոստիկանության բռնարարքին ենթարկվեց, քաղաքմասերում անցկացրեց, ինքը Մոսկվայի բնակչուհի է, այժմ գտնվում է ցուցարարների մեջ եւ առաջին իսկ օրը, երբ որ այդ ոստիկանները վահաններով փորձում էին բանանել, ամբողջ կանայք այսպես իրար այդ ուսուսի դված փորձում էին իբրև հայ մայրեր, հայ քույրեր ցուցարարների թեմ բռնարարքի գանխմանը Ժակլինը առաջին խրամատներում ինքը իր մարմինով ծածկել էր ոստիկանությանը չթողնելով որ ցուցարարներին վնաս բերվի սա է իսկական հայը ուրեմն այսպիսով պիտի բանանել ես զարմացած եմ յուրաքանչյուր բեդությունից այսպես ֆոտոներ ենք տեսնում որ իբրև գնացել են այս ինչ Հայաստանի տեսփանության արչև հայդարարությամբ են հանդես եկել նայում եմ 10 հոգի 15 հոգի հա ուրեմն դարբեր եկեղեցիներ առաջ ինչ որ փոքրաթիվ մարդկանց քանակով ցույց էր թադաբարդող բնականաբար Հայաստան Հանրապետության իշխանությունների վայրակությունները աչակցելով բնականաբար Սասնաձրեր խմբի դղաների կատարած գործողության եւ պահանջելով Սերժ Սարգսյանի հրաժարականը, բայց ժողովուրդ դա չի արելիքը։ Սպիրկայություն, միթե չես հասկանում, Արցախյան շարժումը երբ որ գար 88 թվին, ինչ էին անում։ Յուրաքանչյուր դեղ սովետական միության տեսփանությունը շրջապակման դակ էին պահում։ Օրերով ես Փարիզ էի այդ ժամանակ 88-ին, ես հիշում եմ, հա, սովետական միության տեսփանության առաջ բազմա տասնյակ հազարավոր հայերի ցույցերը անդադար։ Հիմա ժամանակն է առանց բահ իսկ գործնելու, որտեղ որ Հայաստանի Հանրապետությունը թիվանակիտական ներկայացություն ունի, հյուպատոսություն կամ տեսփանություն, պիտի շրջափակման տակ մնա հայորդիների կողմից։ Այդտեղ եւս պետք է հանրահավաքներ տեղի ունենան, ի աջակցություն այստեղի իրենց քույր եւ եղբայրներուն։ Միայն այդպեսով է որ մենք կարող ենք մեր երկրի զարգացումը ապահովել, դեպի ժողովրդավարացման դանել այսպես ասած դիկտատորիալ բռնապետական մի 10-15 մարդուն, հա հորոբոստանը գարձած Հայաստանի Հանրապետությունը։ Ինչու եք լռում։ Այս ինչ հանցավոր անդարբերություն է։ Հա ես ինքս չեմ հասկանում։ Ես գոչում եմ նախ իմ ուրեմն ընտանիքի անդամներին, հա քույրերիս, եղբայրներիս, հա բոլոր իմ հարազատներին, որ երկրում որ իրենք գտնվում են։ Եթե դուք ուզում եք իսկապես հա հայազգի զավակ հորջորջվել ծեր ապրած երկրներում դուրս եկեք ծեր դներից հերիք է լրությունը այս Հայաստանը այսպես շարունակալ չի կարող բիդի այլ Հայաստան ունենանք արդար Հայաստան ունենանք ես չգիտեմ ուրեմն այս սպիրկի այդ բանը իմ համար իրոք որ անհասկանալի է շատ անհասկանալի է դրա համար ես ողջունում եմ Արսինե Խանջյանին եւ գոչում եմ նաեւ իր ամուսնուն Ատոմ Եգոյանին բա գինդ այստեղ քաղմասում դու այդտեղ ինչ ես անում ել արի Հայաստան այստեղ պիտի լինեն բոլորը Շարլ Ազնավուր անընդհատ հորջորջում են չէ ինչու հիմա օրինակի համար Շարլ Ազնավուրը Հայաստանում չէ ինչպես կարող է մտահոգ չլինի ինչու հիմա չի գնում եւ Սերժ Սարգսյանի ցերկից չի բռնում չի ասում հեյ կարող է դու մտածում ես այս բայձար դղաներին որ Արցախյան ազատամարտի մասնագից հա դրանց սպանելու հրաման դրվի հա ինչու ինքը միջնորդի թերով հանդես չի գալիս ինչու այս իրավիճակի հանգուցալ ուզման համար որևէ քայլ չի կատարվում որտեղ է Սերժ Թանկյանը որտեղ է մնացած բոլորը այսինքն ես միայն նշում եմ այդ մարդկանց անունները սպիրկում որոնք այսպես ասած կոնե հանրահայտ են հանրաճանաչ են որոնց խոսքը ավելի շատ հասարակության եւ մասսաներին հասանելի կլինի միան դրա համար բայց դա չի նշանակում ուրեմն ցանկացած սպիրկայի ինձ թվում է էլի հա ազգային բարդ կպիտի ցիդել գանգնել իր ժողովրդի գողքին հասկացեք մեր որակը ուրեմն շատ ավելին արժի մեր այդ ազգի ժողովրդի գրած որակը քան այս ժամանակավոր իշխանությունների ուրեմն բռնապետական գարքերի այսպես ասած լինելիությունը ձեզնից է կախված ահագին բան սպիրկը ամենակարևոր կոմպոնենտներից պետք է լիներ այժմ հա այս վիհի փակման արդիվ եւ դա իմ համար իրոք որ անհասկանալի է շատ լրջորեն մտահոգված եմ ճանաչելով սպիրկին ես եթե հիմա լինեի Փարիզ հավատացնում եմ տասնյակ հազարներով մարդով ես ամբողջ այդ փողոցը որտեղ մենք ունենք Հայաստանի Հանրապետության տեսփանություն ուրեմն ծայրից ծայր ժողովրդով լցված գլներ եւ այդտեղի մեր տեսփանը չէր կարող ներսու դուրս անել հա պիտի սա արդեն հասցվի միջազգային ադյաններում որ մեր երկրում մի քանի մարդ
փորձում է որոշել այս ազգի ժագադակիրը, որը անթույլատրելի է։ Այսքան ես ճիշտ ասած չգիտեմ, բայց ժողովուրդ այդ սպիրկի նախարարություն գոչեցյալը ձեր զավակներին արիդուն ծրագրով տուրիստ բերում այս երկիր եւ եդը ուղարկում։ Ինձ թվում է հիմա արդեն սպիրկը պետք է գոչով անտես կա այդ արիդուն ծրագիրը փոխել եւ Սերժ Սարգսյանն ասել գնա դնից, գնա մեր դնից, դու մեր դան անդամը չես, հայ մարդը իրեն չի կարող թույլ տալ ազգի բարակտում, ազգը երկուսի բաժանել եւ այսպես ասել։ Գիտեք, երեք մի հատ ինգեր համացանցում սկանչելի մի հատ բան էր դեղավորել Սերժ Սարգսյանի հասցեին, ում ես այդքան մոդիկից եմ ճանաչում Սերժ Սարգսյանին, որ այստեղ այս նշվածը անպայման ուզում եմ հասանելի դարձնել տես։ Աշխարհի բոլոր ժամանակների ամենաչսիրված, ամենաձաղրված, ամենաարհամարված, ամենաադելի ղեկավարը իր ղեկավարած երկրի ժողովրդի կողմից Սերժ Սարգսյանը իրոք այստեղի յուրաքանչյուր որակավորման համապատասխանում է ուրեմն բարը բարին, դարը դարին եւ ոգով եւ ամեն ինչով։ Հիմա ինչպես կարող է նման մարդ այս գիշեր կարողանա քնել, գնալ հանգիստ, երբ որ մենք ունենք վիրավորներ, հա, մեկ հատ զոհ արդեն հողին հանձնվեց, հայորդի, որը Արցախյան ազատամարտում հա Թուրքի դեմ դոշ է դվել։ Ինչպես կարելի է երկրի ղեկավարը իրեն այսպես պահի։ Ուր է այդ քաղաքական թաշտի պսևդո մասնագետները, չենք հասկանում։ Ինչպես կարելի է նման իրավիճակում մարդիկ գործողությունների չդիմեն, որբեսի խաղաղությամբ անթորրով կարողանա հանգուցալուզվի այս ամբողջը։ Ես զարմացած եմ, իրոք զարմացած եմ։ Ես չգիտեմ, բայց մի բան մի հասկանալ, որ քիչ առաջ ինչ որ ասեցի, գրգում եմ, քամի ցանողը փոթորիկ կհնձի։ Սա առաջինը Սերժ Սարգսյանին, երկրորդը նրան թիգում կանգնող ամբողջ այդ pedagogan ուրեմն ապարատի ուրեմն աթոռներում բազմած մարդկանց է վերապերվում Վահան Հովհաննիսյան գար հիմա չի գա արդեն գիտեք որ հող դարձավ չէ Դաշնակցության գարգարուն ներկայացուցիչներից այս իշխանությունների ասեին ասում էր դղեր ձեզ դալաններում ձեզելու են Երևանի դալաններում ինձ թվում է Երևանում դալաններուն ձեզելու հանգամանքը հիմա ուրեմն Վահանը չի գա Հովհաննիսյան իրականություն կարող է դառնալ եթե իշխանությունները շարունակեն իրենց այս թրկապարո կորձելագերբը այսքան երևի թե եթե հարցեր չկան ամփոփենք հա եթե հարցեր չկան ուրեմն հետևենք զարգացումներին պարոն Հատկանյան տեսնենք ինչ իրադարձություններ տեղի կունենա եւ հուսանք որ արժանահեղություն չի լինի այսինքն այսօր չենք կարող կանխատեսել թե վաղը ինչ կարող է լինել կամ այո ես մի ուղերձի գարկավիճակով բادرազմային ժամանակահատվածից մի բան ասեմ ավարտի իբրև խոսք էլի եթե թույլ տաք Բերտոլտ Բրեխտը հայտնի գերմանացի դրամատուրգ ըսկանչելի մի պատմվածք ունի որի իսկական հեղինակը մի հոգևորական է ուրեմն նացիստական Գերմանիայի ժամանակահատվածում այդ հոգևորականի խոսքերն են, որ ես ուզում եմ արդապերել, սա պետք է մեր ժողովրդի համար գարկախոս դառնա։ Ասում է, երբ որ եկան կոմունիստներին դանելու, ես ձայնս չհանեցի, որովհետև ես կոմունիստ չէի։ Դարան կոմունիստներին եւ կողքները գերան։ Երբ որ եկան ասում է սոցիալիստներին դանելու, էլի նույն այդ նացիները, ես էլի ձայնս չհանեցի։ Անդարբեր մնացի, քանի որ սոցիալիստ չէի։ Երբ որ եկան ասում է սոցիալ-դեմոկրատներուն նանլի նույն կերպ վարվեցի։ Երբ որ եկան ասում է ինձ տանելու, արդեն ուրիշ չեր մնացել, ինձ եւս տարան։ Հայաստանում նման ընթացքի վերածվելու միտում կա, ժողովուրդ։ Խնդրում եմ, զգոնության գոչ եմ անում։ Այս իշխանությունը կարող է մեզնից յուրաքանչյուրին փողոցում, հա, ուրեմն ինչ որ փոխադրամիջոցում մեր ընտանիքի անդամների հետ սպոսնելիս, մեր դներից կարող է ցերպակալի եւ դանի։ Խնդրում եմ անդարբեր մի եղեք։ Մի ասեք, ես նրանցից չեմ բան։ Մի օրը գկա, միան թուք կմնաք եւ արդեն դանելիք մարդ չի լինի։ Նրա համար անելիքը մի հատ է։ Ինչքան շատ հայ մարդ փողոցում հավաքվի, ազատության հրապարակում, խորենացում, հա եւ Հայաստանի Հանրապետության դարբեր հրապարակներում Սերժ Սարգսյանի հրաժարականի բանջով ես վստահ եմ, որ կհասնենք հաջողության եւ մեր երկիրը կմտնի բոլորովին մի այլ փուլ։ Սա մեզնից է գախված, ձեզնից է գախված, այժմ իրենց դներում գտնվող մարդկանցից է գախված։
Մենք ենք այս երկրի դերը եւ ցույց տանք, որ լիիրավ արժանապատիվ քաղաքացին ենք, հանուն այդ տղաների, որ այսօր ազատազրկման վայրերում քաղաքական փանդարգյալի հակոստով իրենց խցերում հերույ են մեզնից եւ չեն կարողանում նրանց ողջակուրել։ Այսքան։ Շատ շնորհակալություն ձեր բոլորին։ Շնորհակալ, պարոն Հացմանյան։ Ալինա Բերքոտյանի